Հայը Տիգրան Պետրոսյան, ծննդավայրը Թբիլիսի, 1929 թվական, կոչումը շախմատի աշխարհի 9-րդ և կրկնակի չեմպիոն, պատգամը երբեք չպետք է մոռանալ, որ կյանքը պայքար է և այդ պայքարում ավելի հեշտ է հաղթելը, քան ձեռք բերածը պահելը։ Աշխարհահռչակ հայերից մեկը, շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը ծնվել է Թբիլիսիում 1929 թվականի հունիսի 17-ին։ Պետրոսյանների ընտանիքը տեղահանվել էր Արևմտյան Հայաստանից, ճաշակել գաղթականին բաժին ընկած բոլոր դժվարությունները։ Դեռ 4 տարեկանում փոքրիկ Տիգրանը հիանալի նարդի էր խաղում, իսկ 12-ում հասցրել էր ուսումնասիրել հանրահայտ շախմատիստների լավագույն խաղերը։ Նա երազում էր դառնալ զինվորական կամ դիվանագետ, սակայն Տիգրանի նպատակները փոխվեցին, երբ ծանոթացավ արքաների խաղին։ Շախմատի հանդեպ տղայի հրապուրանքը անհանգստացնում էր ծնողներին։ Հանկարծ դասերը աչքաթող չանի, Տիգրանի հայրը, Վարդանը, մի անգամ նույնիսկ կշտամբել է որդուն. «Դասերդ սովորիր, հայ տղա, շախմատը քեզ հաց չի տա»։ Բայց Տիգրանն անդրդվելի էր։ Հայրենական մեծ պատերազմի տարիներն էին։ Փոքր տարիքում զրկվելով հորից, այնուհետև մորից, որբացած տղան հաց գնելու համար պարտադրված էր գիշերային ժամերին փողոցները մաքրել։ Կոպեկ գումար հավաքելով փոքրիկ Տիգրանը գնաց Նիմցովիչի «Իմ համակարգը պրակտիկայում» աշխատությունը և սկսեց այն ուսումնասիրել։ Տիգրան Պետրոսյանը ոչ միայն կմնա պատմության մեջ, կամ ցավում եմ, որ տենց կմնա որպես շախմատիստ, աշխարհի չեմպիոն, այդ տեսակետից, այլ նա նաև պետք է մեր ժողովրդի մեջ մնա, որը 60-ական թվականներին սովետական միության պայմաններում, որտեղ ազգային ամեն ինչ անթույլատրելի էր և ազգայինի մասին խոսալ չէր կարելի, 60-ական թվերին, ավելի ճիշտ 63 թվին, մեր ժողովրդի մեջ արթնացրեց ազգային հպարտության զգացմունքը։ 1946 թվականին 16-ամյա Տիգրան Պետրոսյանը Վրաստանից տեղափոխվեց հայրենիք։ Երևանում Տիգրանը խնդրեց, որ իրեն թույլատրեն էքստերն հանձնել 8-ից 10-րդ դասարանների բոլոր քննությունները։ Նրան ընդառաջեցին։ 3 տարվա ընթացքում հանձնելով քննությունները, երիտասարդ շախմատիստն ընդունվեց Բրուսովի անվան օտար լեզուների ինստիտուտ։ Ես չեմ կարծում, որ շախմատն իսկապես սիրող շախմատիստը հաճույք կստանա բացառապես իր հավաքած միավորների քանակից։ Շախմատում առավել կարևոր է պարտիայի ընթացքում ստացած և պարգևած հաճույքը, որով էլ տարբերվում է հետաքրքիր խաղը սովորականից։ 1959 թվականին Տիգրան Պետրոսյանը դարձավ շախմատի տղամարդկանց առաջնության ԽՍՀՄ չեմպիոն։ Հաղթանակը հատկապես մեծ ոգևորությամբ ընդունեց հայ ժողովուրդը և սկսեց հավատալ, որ դա Տիգրանի հաջողությունների սկիզբն է միայն։ Եվ իրոք, ժողովուրդը չէր սխալվել։ Կարճ ժամանակ անց 1962 թվականին Կյուրասաու կղզում հաղթանակ տանելով Տիգրան Պետրոսյանը դարձավ Միխայել Բոտվիննիկի մրցակիցը։ Առջևում ամենաթեժ պայքարն էր երկաթյա Բոտվիննիկի հետ, ում խաղերը Տիգրանն ուսումնասիրել էր դեռևս 12 տարեկանից և դարձել էր չեմպիոնի երկրպագուն։ Սակայն եկել էր երկրագնդի հզորագույն շախմատիստներից մեկի հետ ուժերը չափելու պահը։ 52-ամյա փորձված մրցակիցը պարտության է մատնում երիտասարդ հայ շախմատիստին։ Սակայն Տիգրանը հուսախաբ չարեց իր հայ երկրպագուներին։ Ընդամենը 1 տարի անց 1963 թվականի մայիսի 20-ին Բոտվիննիկը շնորհավորանքի ձեռք մեկնեց իր երիտասարդ մրցակցին Տիգրան Պետրոսյանին։ Մոսկվայի էստրադային թատրոնի մոտ հավաքված հայ երկրպագուները այդ օրը քոչարի էին պարում։ Աշխարհասփյուր հայությունը ցնծության մեջ էր։ Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնը հայազգի Տիգրան Պետրոսյանն էր։ Երբ որ Տիգրանը առաջին անգամ հանդիպեց Բոտվիննիկի հետ աշխարհի չեմպիոնի կոչման համար խաղալու, Երևանում սկսվեց մի իրադարձություն, որը առաջին անգամ էր մեր համար, նմանատիպ մենք երիտասարդ էինք, այդ հանրահավաքի պես ժողովուրդ հավաքվում էր օպերայի դիմի հրապարակում, մեծ ուրեմն շախմատի տախտակ էր կպցրած, եւ ուրեմն ամեն երեկո, ամեն մի քայլը մինչև Մոսկվայից հաղորդում էին, ժողովուրդը կանգնած հավաքվում էր, ուրեմն փոքր շախմատով, մեծ շախմատով, առաջ շախմատի, ուրեմն ով շախմատ խաղալ գիտեր, չգիտեր, սովորել էր, չեմ անում, Ֆերզևի գամբիթ հասկացությունը 2-4-ը, այսինքն բոլորը հավաքվում էին այդտեղ եւ միասնության, չեմ անում, կապերի, վիճելու, հավաքվելու, դա ավանդույթ երևի այդտեղից դառավ օպերայի հրապարակը,
Եվ ամենակարևորը, որ այդ տարին ինչքան տղաներ ծնվեց, երևի մի 90%-ի անունը Տիգրան էին դնում, որովհետև բոլորը սպասում էին Տիգրանին։ Ոչ թե միայն երևանցիներն էին հավաքում այդ հրապարակում, այլ ռայոններից գալիս էին երեկոյան, պետք է լսեին, իմանային վերջով այդ օրվա պարտիան ոնց է վերջացել։ Շատ գահեր է կորցրել հնում Հայաստանը մեր անուններ։ Աշխարհակալ Հայաստանը քեզնով աշխարհ կգա դեռ։ Թեկուս անթուր Տիգրան մեծով ու բյուր հազար ծիրանի ամեն կռիվ այս շախմատի մի բուր դաշտի մեջ լինի։ Տիգրան Պետրոսյանին, Հովհաննես Շիրազից։ Տիգրան Պետրոսյանը զոհաբերող մարդ էր։ Նա սիրում էր խաղն ավարտել ոչ ոքի արդյունքով, ինչը վկայում էր նրա լայնախոհության, խաղաղասիրության եւ հավասարակշռված բնավորության մասին։ Հաճախ նրա այսօրինակ խառնվածքը ընկալվել է որպես թուլություն, ինչի առիթով Պետրոսյանը մի անգամ ասել է. «Ես վախենում եմ շատ շախմատիստներից եւ կարծում եմ աշխարհի վատ չեմպիոն կլինեի, եթե չկարողանայի սառնասրտորեն գնահատել իմ հնարավոր խաղընկերներին»։ Ընդհանրապես բարիությունը նրա բնորոշ շատկությունից մեկն էր։ Նա նայո տոլերանտ էր։ Ես այս տոլերանտ բառն եմ օգտագործում, որ շատ մեծ ինֆորմացիա է պարունակում, նա շատ համբերատար էր, ուրիշների նկատմամբ նախանձում էր, իսկ որտեղ կա մրցակցություն, այնտեղ էլ կա նախանձ, նաև չկամություն, ավելին շատ հաճախ նախանձը, չկամությունը առանձովից է պատճառի է առաջանում։ Այս ծիսագիրից ասում որ Տիգրան Պետրոսյանը միջև աշխարհի չեմպիոն դառնալը թերևս ամենասիրելի շախմատիստն աշխարհում որպես մարդ, բայց երբ դարձավ չեմպիոն, աշխարհի չեմպիոն, ապա շատերը ցույցին անվատ վերաբերել։ Ես իմ կյանքում այսպիսի մեծ արդյունքների կարողացա հասնել իմ հայրենակիցների ջերմ ցանկությունների եւ աջակցության շնորհիվ։ Նրանք ամեն օր իմ կողքին են եղել, գոտեպնդել յուրաքանչյուր քայլս կատարելուց առաջ։ Միշտ խաղում էր կամ լավ, կամ շատ լավ։ Եվ շատ սպորտային էր Տիգրան Պետրոսյանը, անչափ։ Ես չեմ ուզում ասեմ մերոնք չէ, բայց շատերը այդպես չեն, իսկ իրան նման սպորտային ռեժիմով ապրող սպորտսմեն ես ոնց որ չեմ տեսել ազգադեպ։ Նա ես հիշում եմ 58 թվականին Թիֆլիսում առաջի անգամ ՍՍՍ չեմպիոն դառավ։ Մենք այնտեղ էինք, երեկոյան ինչ-որ բան էր նայում, զրուցում ենք եղել, նա այդ ժամացույցին ասեց՝ «Վայ ժամը 9-ն է, ես արդեն երիտասարդ չեմ, ես պիտի գնամ քնեմ»։ Այդ ժամանակ նա 30-ը չկար, 29 տարեկան։ Տիգրան Պետրոսյանի կյանքն ու շախմատային հաջողությունները խաղաղ չընթացան։ 1966 թվականին կայանալիք Պետրոսյան-Սպասկի հանդիպումից առաջ գրոսմեյստեր Ալեքսանդր Կոտովը գրեց. «Հավակնորդի հաղթանակը կասկած չի հարուցում։ Սպասկուն մնում է միայն ձևակերպել շախմատային թագին տիրելու իր իրավունքներն ու փաստաթղթերը»։ Հավանաբար Կոտովը մոռանում էր, որ խոսում է աշխարհի չեմպիոնի մասին, ով շախմատից հեռանալու ցանկություն դեռևս չուներ։ 1966-ին կայացած Պետրոսյան-Սպասկի պայքարի ավարտին սպորտի մեկնաբանները արձանագրեցին, որ 32 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ հաղթանակ տարավ աշխարհի գործող չեմպիոնը։ Այդ պայքարում Պետրոսյանը կորցրեց 6 կիլոգրամ քաշ։ Նա մտածում էր, թե իր քայլից հետո ինչպիսի քայլ պետք է անի հակառակորդը եւ ուսումնասիրելով արդեն հակառակորդի հնարավորությունները խաղի ընթացքում նա երբ տեսնում է որ դա այդ խաղը չի կարող հանգեցնել որևէ մեկի հաղթանակի, չնայած բոլորը կարծում են թե Տիգրան ավելի մեծ առավելություններ ունի, ինքը առաջարկել ոչ ոքի։ Առաջին տպավորությամբ կարելի ասել, որ ինձ համար ամենաուրախալին այն պահն էր, երբ նվաճեցի աշխարհի չեմպիոնի կոչումը, բայց պետք է հիշենք, որ կոչումը տրվում է ժամանակավոր, իսկ հետ է վերցնում ընդմիշտ։ Շախմատային աշխարհում թերևս առավել շատ բնութագրումներ տրվել է պետրոսյանական խաղաոճին, դիմելով պատկերավոր արտահայտությունների՝ կենտրոնական պաշտպան, երկաթե Տիգրան, անխոցելի Տիգրան, ձախ շախմատիստ, նույնիսկ վագր։ Շախմատային թագը Պետրոսյանին զիջելուց հետո Բոտվիննիկը խոստովանեց. Պետրոսյանի ուժն այն է, որ նա խաղում է ոչ այնպես, ինչպես բոլորը։ Նա եզակի խաղաոճ ունի։ Դա առաջին դեպքն էր, երբ ինձ չհաջողվեց կռահել խաղընկերոջս խաղի մոտիվները։ Պայքարի ժամանակ Պետրոսյանը ժխտում է այն, ինչ ուզում են նրա վզին փաթաթել։ Նա շատ ուժեղ է պաշտպանվելիս։
1966 թվականին Սպասկուն հաղթելուց հետո Պետրոսյանն ասաց, որ չի զարմանա, եթե 3 տարի հետո իր մրցակիցը կրկին Սպասկին լինի, քանի որ դժվար թե գտնվի մեկը, ով գերազանցի Բորիսին առաջիկա 3 տարում։ Սա բնավ գովես չէր, այլ մրցակցի հնարավորությունների ճիշտ գնահատում։ Առաջին մրցաշարում պարտությունից հետո աշխարհի ապագա չեմպիոն Բորիս Սպասկին գրեց. Պետրոսյանը խաղաց ավելի խորիմաստ ու վստահ, քան ես։ Նա տարավ արժանի ու օրինաչափ հաղթանակ։ Պետրոսյանը հաճախ էր ինձ հիշեցնում ոզնում։ Երբ թվում էր, թե ես նրան արդեն պահում եմ ձեռքումս, նա հանկարծ իմ ափի մեջ էր խրում իր փշերը։ 1969 թվականին Տիգրան Պետրոսյանը պարտվեց Սպասկում։ Տարիներ հետո նա հայտարարեց. Իհարկե ես ընդունում եմ, որ աշխարհի չեմպիոնի կոչումը մշտական չէ, բայց մինչև այժմ էլ գտնում եմ, որ 1969 թվականին ի վիճակի էի տանուլ չտալ Սպասկու հետ կայացած մրցախաղը։ Այն ժամանակ շախմատային տեսակետից ես չէի զիջում իմ խաղընկերոջը, բայց Սպասկու համար էլ ցավալի կլիներ, եթե նա հաղթանակ չտաներ երկրորդ անգամ։ Եթե Տիգրան Պետրոսյանի մոտ լիներ որոշ հատկանիշներ, այդ փառասիրության կամ շատ մեծ նպատակայնություն, ես կարծում եմ ինքը դեռ շատ երկար կպահպաներ իր այդ կոչումը աշխարհի չեմպիոնի։ Բայց քանի որ ինքը կյանքում շատ իմաստուն մարդ էր, եւ երբ որ ինքը դարձավ աշխարհի չեմպիոն, հասկացավ այս չեմպիոնի արժեքը եւ նրա ինչ է դրանից հետո գալիս։ Նաեւ դա նույնպես ճաշակեց այդ չեմպիոնի արժեքը եւ հետո հասկացավ, որ դա չի ամենակարևորը կյանքում։ Եվ վերաբերվեց շախմատի հանդեպ այնպես, ինչպես իհարկե պրոֆեսիոնալ շախմատիստը, բայց ոչ այնպես, ինչպես աշխարհի չեմպիոն տենչող մարդը, որը միշտ ուզում է լինել առաջինը։ Այժմ ինձ համար կյանքի ոչ դյուրին շրջան է։ Կարելի է իհարկե երկար խաղալ որպես գործնական շախմատիստ, ինչքան երկար կտևի այդ երկարը, ոչ ոք չգիտի։ Ես երբեք աչքի չեմ ընկել շախմատային մեծ պատվասիրությամբ, եւ այսօր մտածել նոր պսակներ նվաճելու մասին ծիծաղելի է։ ԽՍՀՄ սպորտի վարպետ Յակով Դամսկին ասել է. Պետրոսյանը զրկվելով աշխարհի չեմպիոնի կոչումից իր հանգստությամբ պարզապես զարմացրեց բոլորին։ Նույնիսկ նրա մեջ չնկատվեց վիրավորված ինքնասիրություն։ Այդպիսի ներքին արժանապատվություն, կամքի այդպիսի ուժ եւ հոգեկան հանգստություն չուներ ոչ մեկը։ Եթե այս ամենին հավելենք այն, որ նա խաղը տանուլ էր տվել իր 40-ամյակի օրը 1969 թվականի հունիսի 17-ին, ապա առավել հասկանալի կլինի Դամսկու խոսքերի նշանակությունը։ Մի անգամ առիթ եղավ Բրեժնևի ելույթը ընդհատեցին։ Երկարի մեր ժողովուրդը ծանգում էին եւ այլը, ոչ մեկը չէր համարձակվում ասի, որ անջատեք շախմատը ցույց տակ։ Այն ժամանակ հիշում եմ Ջոն Իրակոսյանն էր նախագահ հեռուստատեսության։ Ջոնը զանգեց, ասեց անջատեք շախմատը ցույց տվեք, բայց եթե հանկարծ ուրիշ տեղերից կհարցնեն, ասեք ինչ չեք պետք, դուք եք անջատել։ Տիգրան Պետրոսյանի կյանքում մեծ դեր է խաղացել կինը, Ռոնան։ Վերջինս ազատել էր ամուսնուն կենցաղային ամեն տեսակ հոգսերից։ Նույն կերպ էին վարվում նաև երկու որդիները՝ Միշան եւ Վարդանը։ Ահա թե ինչ են պատմում Տիգրան Պետրոսյանի մտերիմները։ Տիգրանի որդին Միշա Պետրոսյանը նպատակադրվել էր ամուսնանալ Ռուսաստանի լուսավորության նախարարի տեղակալի աղջկա հետ։ Երբ այդ հարցը քննարկման նյութ էր դարձել հարսնացուի ընտանիքում, հայրը ասել էր. Միշան լավ տղա է, սակայն ազգանունը դուրս չի գալիս։ Ակնհայտ էր, որ խոսքը վերաբերում էր հայկական ազգանվանը։ Տիգրանը խորապես վիրավորված էր այդ հայտարարությունից։ Անգամ Միշայի ամուսնանալուց հետո բավականին երկար ժամանակ Տիգրանի եւ Միշայի աներոջ հարաբերությունները մեղմ ասած սառն էին։ Ավելի ստույգ չէին շփվում։ Տիգրան Պետրոսյանի կենսագիրների հոդվածներում հետևյալ պատմությունն են կարդում։ Ամուսնության առաջին տարիներին Տիգրան Պետրոսյանը եւ Ռոնան փոքրիկ երկսերնականոց բնակարանում էին ապրում։ Աշխարհի ապագա չեմպիոնը Սպարտակ ակումբի անդամ էր, եւ ահա նրան առաջարկում են տեղափոխվել մեկ այլ ակումբ, խոստանալով բարելավել կենցաղային պայմանները, տալով 4 սենյականոց բնակարան Մոսկվայի կենտրոնում։ Ինչ ես տարակարծում, համաձայնվիր, ասում է նրան կինը, Ռոնան։ Պետրոսյանը պատասխանում է. Եթե ես այսօր լքեմ իմ ակումբը եւ հանուն բարեկեցիկ վիճակի անցնեմ մեկ այլ ակումբ, ապա չի բացառվում, որ վաղն էլ հանդիպեմ մի կնոջ, ով քեզանից լավը կլինի եւ քո մոտից կգնամ նրա մոտ։ Ինչպիսին կլինի քո վերաբերմունքը։ Այս խոսքերից հետո Ռոնա Պետրոսյանը անձամբ սկսեց զբաղվել բնակարանի փոփոխության հարցերով։ Աշխարհակալ Տիգրան Մեծը Տիգրանի մեջ պիտարտնանը։
իր նախահոր նժույգ նեցնի գրավեբերտն ամարիկ։ Հայոց նոր փառքն աշխարհ հանե գոնե կրվով այս լրիկ։ Կույր աշխարհի աչքը խրե իմաստության թուրն հայոց, որ չնայե մեզ իր աչքով, որպես իր որբ տղայոց։ Տիգրան Պետրոսյանին, Հովհաննես Շիրազից։ Տիգրան Պետրոսյանի ժամանակակիցները պատմում են, որ նրա հայրենասիրությունը չափ ու սահման չուներ։ Անվերապահ նվիրված էր Հայաստանին, հայերին եւ հպարտանում էր իր հայրենիքով։ Անսահման էր նրա սերը աշխարհահռչակ աստղագետ Վիկտոր Համբարձումյանի հանդեպ։ Համբարձումյանն էլ շատ էր սիրում Տիգրան Պետրոսյանին եւ հպարտանում նրանով։ Պատմում են, որ միջազգային մի գիտաժողովի ժամանակ, երբ Վիկտոր Համբարձումյանին օդանավակայանում ներկայացնում են այլ գիտնականներին, ասելով, թե նա ռուս նշանավոր աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանն է, վերջինս ճշտում է. «Ոչ, ես ռուս չեմ, ես հայ եմ։ Եթե չգիտեք, թե ով է հայը, ապա ես հիշեցնեմ ձեզ, որ ես Տիգրան Պետրոսյանի, շախմատի գծով աշխարհի չեմպիոնի հայրենակիցն եմ։ Նա հայ է, ես էլ եմ հայ»։ Ինձ զանգեցին, թե Վիկտոր Համբարձումյանը ձեզ կանչում է։ Մնալով թե տենց մարդիկ կանչման ուներ առավոտ շուտ լավ բան չես մտածում ես ինչա պատել է վսե։ Գնացի ինձ Արագ տարան մոտը, ասեց երեք ես ձեզ լսում էի, դե ես շախմատ չեմ հասկանում, իսկապես լավ բարձ էր, ասի հա Վիկտոր Համբարձումյան, ասում է թե ժողովրդի համար է իրոց, ասի չէ իսկան, ասեց գիտես ես հեռագիր եմ պատրաստ, շնորհավոր եկա։ Ուզում էի համոզվեմ, տենց թե չէ, որ ուղարկի եմ։ Կանչեց օգնականին, ասեց հեռագիրը տվեք։ Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանն իր կնոջ Ռոնայի եւ երկու որդիների հետ երկար տարիներ ապրել է մերձ Մոսկովյան Հայաստանը։ Այսօր այստեղ ապրում է որդին Վարդան Պետրոսյանը, կնոջ եւ 10-ամյա որդու Տիգրան Պետրոսյանի հետ։ Վարդանը պատմում է, որ այս այգու բոլոր ծառերը հայրն է տնկել։ Նա շատ էր սիրում այգեգործությունը։ Հողի հետ աշխատանքը նրան ուղղակի հանգստություն էր պարգևում։ Մի առիթով Տիգրան Պետրոսյանն ասել է. «Եթե իմանայի, որ այգեգործությամբ կարող եմ ընտանիքս պահել, ապա մեծ հաճույքով այդ գործը կանեի»։ Դառնալով ինձ ասում է, այսօր գլուխս խաղի ժամանակ գլուխս չի ցավել, պարզվեց որ մինչ այդ անընդհատ նա գլուխը ցավես է եղել։ Ռոնան անմիջապես ասեց, բայց ինչպես պատահեց, ասում որովհետև մի բժիշկ եկավ եւ ինձ տվեց մի հապ, ասեց սա կոսմոնավտներ են ուղարկել ձեզ որպեսզի խմեք այդ ցավերը կվերանան։ Ռոնան քիչ շատ հավերացեց, ինչ, եւ դու խմեցիր, ասեց այո, եւ գլուխս չի ցավում, ասում բայց ինչպես համարձակվեցիր խմել, չէ՞ որ եթե բոտվինիկին այդ առաջարկեն, միջի մի լաբորատորիա չցեցեր, չուստուգեր այդ հաբը, չեր խմի, չէ՞ դա կարող էր քեզ վնասել։ Հաղթանակած Տիգրանը ժտալով ասած, այդ ուղարկողը հայ էր։ Հետաքրքրական է, որ արևմուտքում համառորեն աշխատում են շախմատիստի մտածողության մոդելավորման ուղղությամբ, եւ չնայած դեռևս ոչ ոք կրակ չի հայտնաբերել, հետաքրքրական է օրինակ հանդիպումն այն մասին, որ Անգլիայի մի մրցաշարում երկու ծրագրեր խաղացել են առաջին կարգի շախմատիստների հետ եւ ոչ վատ արդյունավետ։ Հաճույքով կզբաղվեմ այդ խնդրով։ Դերևս կկարողանանք այդ գործն առաջ տանել։ Ռուս գրոսմեյստեր Մայք Թայմանովը իր հուշերում գրում է. «Երբ Տիգրանն արդեն աշխարհի չեմպիոն էր, ինձ մի անգամ բախտ վիճակվեց նրա հյուրը լինել Երևանում։ Հիանալի հիշում եմ օպերային թատրոնում կազմակերպված առաջին երեկոն։ Դահլիճը լեփ-լեցուն էր մարդկանցով։ Լույսերն անջատվեցին եւ սկսվեց ներկայացում։ Առաջին գործողությունն արդեն սկսվել էր, երբ հանկարծ նվագախումբը լռեց։ Դահլիճի լույսերը վառվեցին։ Պարզվեց Տիգրանը տիկնոջ Ռոնայի հետ մի փոքր ուշացել էին ներկայացումից։ Հանդիսականները մեկ մարդու նման ոտնկայս ծափահարությունների ներքո դիմավորեցին իրենց հայրենակցին։ Բոլորը նստեցին իրենց տեղերում միայն այն բանից հետո, երբ Տիգրանը արդեն նստել էր իր համար նախատեսված վազկաթոռին։ Դահլիճի լույսերը նորից անջատվեցին եւ ներկայացումը սկսվեց ամենասկզբից։ Խոսակցությունների մեկի ընթացքում Տիգրանը ասեց, թե շուն է ուզում պահել եւ ես խնդրեցի սահմանապահների գծով գեներալին, նա բերեց մի շուն ապշարկա, չգիտեմ հայերեն ինչպես է, գոյակապ շուներ, բայց սիրտս մեր սարերի շունն է ուզում։ Ոսի շատ բարի Տիգրան, երբ վերջացրեց խոսակցությունը մեկ մոտեցավ, թե ինչ ուզեց, ինչ ասել, ինչ ասեց, շուն բառներ ասել, ասել ուզում է շուն, սարերի շուն։ Դեն չանեց, հաջորդ օրը առավոտյան դուրս եմ գալիս, տեսրին այդ նույն տղան, մի փորկի շուն գրկին, սպասում է ինձ, ասում շունը բերել եմ, ինչ պետք է անեմ,
ինձ համար դա հարցերին չանի հիմա։ Ասի դու եղել ես Մոսկվայում, չեմ եղել, Լենինգրադը չի, Մոսկվան, ասի չէ։ Ասում ոչ այնտեղ եմ եղել, ոչ այնտեղ։ Ասի եթե ուզում ես տանես Տիգրանին, պետք է գնաս օդանավակայան, թռչես Մոսկվա, Մոսկվայում միայն մի բառ պետք է թղթի վրա գրեմ թեատր էստրադե, կտանես այնտեղ արդեն Տիգրանը խաղում է, ամեն օր խաղ կա, ասած շունը ներել են։ Սա այդպես էլ անում է։ Գնում է, բայց ոչ մի բառ ռուսերեն չգիտի եւ մտնում է սրա, խաղում են, Տիգրանը լավ չէ լսում, միակաջը բոլորին չէ լսում, միսականցնել հատուկ գործիքներ միջոցով լսում։ Տիգրանը տեսնում, որ բոլորը ծիծաղում են, ավելի ուշադրել լինում, լսում է այս նախադասները Տիգրան, Սաբակը, չէ, Պետրոսյան, Սաբակը, Բրուտյան, Սաբակը, այսինքն Տիգրանի շունը ուղարկել Բրուտյանը, այսպեսի ոչով։ 1983 թվականին կայացած միջազգային մրցաշարում Տիգրան Պետրոսյանն անսովոր արդյունք ցույց տվեց։ 1 հաղթանակ, 3 պարտություն, 10 ոչ ոքի։ Անհաջող ելույթները չկարողացավ պարզաբանել անգամ ինքը Պետրոսյանը։ Սակայն ամեն ինչ պարզ դարձավ ընդամենը 1 տարի անց։ Բժիշկները նրա մոտ հայտնաբերեցին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ։ Վիրահատական միջամտությամբ նրա կյանքը երկարեց ընդամենը 6 ամսով։ Այդ ընթացքում Տիգրան Պետրոսյանն իրեն թույլ էր զգում։ Գրեթե չէր կարողանում շարժվել։ Կարճ ժամանակ անց մեծ հայը, շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը հրաժեշտ տվեց կյանքին։ Կնոջ Ռոնայի ցանկությամբ նրան թաղեցին Մոսկվայի հայկական գերեզմանատանը։ Մեր ժողովրդի նրան սատարելը նրա համար մեծագույն դեր է ունեցել։ Նա ինքը տենց ագրեսիվ շախմատիստ չէր, տենց փառասեր չէր, շատ այս մեր ժողովրդի ցավելը նրա համար, նրան ինչ որ մի մոմենտ դարձրին տենց, եւ նա ինքը իսկապես ձգտեց եւ ուզեցավ այդ կոչումը նվաճել։ Ես կարծում եմ, որ այդտեղ շատ մեծ դեր ունեցավ այն, որ նա տեսավ, որ այս մեր ազգը, ընդ որում ես ցեզ ասեմ, ոչ միայն Հայաստանում, իսկապես շատ ուզում էր, որ նա այդ կոչմանը հասնի։ Եվ նա այդ բանը արեց։ Մոսկվայում ապրած տարիներին Տիգրան Պետրոսյանն իր վերջնական օջախը տեսնում էր Երևանում։ Նրա ցանկությամբ եղբայրը Ռուսաստանից տեղափոխվեց Երևան։ Տիգրան Պետրոսյանը միշտ ցանկանում էր բնակարան ունենալ Երևանում։ Մահվանից կարճ ժամանակ առաջ ընկերոջը գրած նամակներից մեկում կարդում ենք. այնպիսի տրամադրություն է, որ կցանկանայի մոտ ժամանակներս մի 2 օրով ֆուտբոլի պատրվակով անակնկալ մեկնել Երևան։ Լորիսը ծիծաղում էր, երբ նրան ասացի, որ արժե լրջորեն մտածել Երևան տեղափոխվելու մասին։ Բայց քեզ մոտ այնպիսի տպավորություն չստացվի, որ այստեղ ես հանկարծ սկսեցի վատը զգալ։ Պարզապես պետք է մտածել կյանքի մասին։ Mm-hmm.